Շնորհակալություն հարգելի գործընկերներ շահագրգիռ քննարկման համար նախ ես ուզում եմ առաջին հերթին փաստել որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոչ մեկը չի տարանջատում եւ ոչ մեկը չի պիտակավորում բազմաթիվ են մեր օրենսդրության մեջ այնպիսի լուծումները որոնք Հայաստանի Հանրապետությունում բնակվող Եվ դրանով հանդերձ Հայաստանի Հանրապետության հետ շատ ավելի ամուր կապ ձևավորող քաղաքացիների համար տալիս են իրավունքների ավելի լայն ծավալ, նույն այս ազգային ժողովն է նաև քվեարկել օրինակ առողջության ապահովագրության ներդրման հետ կապված փաթեթը, որտեղ կրկին ռեզիդենտության կանոնը սահմանում ենք նույն տրամաբանությունից ելնելով Բայց հիմա անդրադառնամ մի քանի դիտարկման, ես քանի որ ելույթներից էլ հասկացա, որ դահլիճում կարծես թե սահմանադրական իրավունքի մասնագետները շատ են, ես ուզում եմ նորից անդրադառնալ նրան, որ ես ամենևին չասեցի, որ պետությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինը նույնանուն է։ Ես ասացի եւ կարդացի համար սահմանադրության այն հոդվածը, որի վկայակոչմամբ մի շարք պատգամավորներ պնդում են, որ պատգամավորական նախաձեռնությունը հակասահմանադրական է։ Իմ համեստ դիտարկմամբ որպես իրավաբան, ես ընթերցեցի համապետական ընտրության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասով սահմանադրությամբ օգտագործվող եզրութաբանությունը եւ նշեցի, որ սահմանադրությունն ինքը համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար նույնական կանոններ է նախատեսում այս տեսանկյունից։ Եվ 6 ամսվա հաշվառման կանոնը, որքան էլ որ պարոն Մինասյանը փորձում է հիմնավորել, թե ինչի հաշվառմամբ է լրացվել, ես շատ պարզ, չոր մեր քաղաքացիների համար նորից եմ շեշտում, 48-րդ հոդվածը որևէ բացառություն նմանատիպ կանոնի նախատեսման որևէ ուղիղ հնարավորություն չի տալիս, հաշվի առնելով հենց ձեր մատնանշած կոշտ մեկնաբանության կանոնները, որովհետև ես ինչքան հասկացա, Սահմանադրությունը մեկնաբանում եք կոշտ բառացի տրամաբանության մեջ եւ եթե այդ տրամաբանությամբ են գնում, հետեւապես նույնիսկ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը չի կարող նմանատիպ կանոններ նախատեսել։ Ես մի քանի րոպե պիտի խլեմ, պարոն Ռուբինյան, բայց կարճ կլինեմ։ Բայց չենք հասցնելու ուղղակի։ Շատ կարճ կլինի։ Խնդրում եմ 1 րոպե մաքսիմում։ Հիմա այս տեսանկյունից որևէ տարօրինակ բան չկա, որ Սահմանադրության 80-րդ հոդվածը նկատի ունենալով, 81-րդ հոդվածը նկատի ունենալով, օրենսդիրը Սահմանադրական օրենքի շրջանակներում պահպանելով բոլոր իրավաչափ կանոնները նախատեսի նմանատիպ հնարավորություններ։ Եվ երկրորդը այս կանոնը վերականգնվող բնույթ ունի, որովհետև դու կարող ես այս համապետական ընտրությանը մասնակցես, որովհետև բավարարում ես նստակեցության ցենզին, բայց հաջորդ համապետական ընտրության օրինակ չմասնակցես, որովհետև չես բավարարում այս կանոնին։ Եվ հետևաբար որևէ խնդիր այս տեսանկյունից չկա, այսինքն այն իսպար չի բացառում ընտրական իրավունքը, հաշվի առնելով թե ընդհանուր առմամբ եվրոպական դատանի փորձառությունը, թե ՄԱԿ-ի կոնվենցիոն մեխանիզմների նշած սկզբունքները, նորից եմ ուզում շեշտել, ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետություններն ունեն հայեցողություն իրավաչափ նպատակով նախատեսելու կամ նախապայմաններ կամ սահմանափակումներ, նույնիսկ եթե 6 ամսվա հաշվառման կանոնը դիտարկում ենք նախապայման, տրամաբանորեն սա եւս կարող է դիտարկվել որպես նախապայման, եթե 6 ամսվա կանոնը դիտարկում ենք որպես սահմանափակում, սա կընկալենք որպես սահմանափակում, բայց հաշվի առնելով իրավաչափ նպատակի առկայությունը, ժողովրդաիշխանությանը բնորոշ սկզբունքներով ձևավորված խորհրդարանի կողմից սահմանադրական օրենքի մակարդակում այս կանոնները նախատեսելու հնարավորությունը եւ անհրաժեշտությունը, որևէ խնդիր այս տեսանկյունից չկա եւ նորից եմ ուզում շեշտել, ըստ էության ես չեմ ուզում տարանջատել որևէ ընտրության բովանդակություն այս փաթեթից, սա միտված է իրական ժողովրդաիշխանությանը Եվս մեկ ամրապնդիչ քայլ տալուն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր քաղաքացիներ, որոնք կայուն կապ ունեն Հայաստանի Հանրապետության հետ, կարող են օգտվել այս քաղաքական իրավունքից եւ որևէ մեկը չի ստվերվում չօգտվելով այս իրավունքից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Լիլիթ Մինասյան